Որոնումների երրորդ օրը Փամբագետում մահաբեր խողովակից կես կիլոմետր հեռավորության վրա են փրկարարները գտել 7-ամյա Նարեին։ Առավոտյան 9:30-ին են նրան շնչացած մարմինը հանել գետից։ Ականատեսների խոսքով հունիսի 15-ին նախինքն է սայթաքել ընկելթած խողովակի վրայից։ 13-ամյա քույրը, որին դեռ չեն գտել, փորձել է հանել Նարեին ջրից, ինքն էլ է ընկել։ Մամա ջան օգնի, ողբերգության օրը բղավոցներ են լսել Վանաձորի 3-րդ մաս թաղամասում։ Այս երեխանց պատճառը մենք ենք, այս մեր թաղավորն է, մեր քաղաքապետարանը, մեր համայնքապետարանը, որ այս թակարդը մինչև հիմա այս 40 տարի վերընկած թողել ենք։ Սա մեր անտարբերության ու մեր անխելքության պատճառով է։ Խնդրում եմ քաղաքապետարանին, կազմակերպեք այս խողովակը սորա ցուցասներից հանենք ռադանենք։ Օրան բարեգործական կենտրոն էին փորձել գնալ աղջիկները երկուշաբթի կեսօրից հետո։ Ինչու ամեն օրվա պես 50 մետր առաջ չեն քայլելու, կամրջով չեն գնացել կենտրոն, զարմանում են հարևանները։ Կարծում են աղջնակները վախեցել են շներից, որոնք շատ են այդ կամրջի մոտ, ու ավելի անվտանգ են համարել իբրև կամրջակ ծառայող բարակ խողովակը հաղթահարելը։ Այնտեղ մի հատ տուն կա, այդտեղ էլ շատ շներ կան, երեխեքը վախում են, դաժե մենք մեծերս ենք վախում, որ այդ կամուրջով անցնենք։ Ստումա վախեցել են, դրա համար եկել են դրուբի վրով են անցնել։ Շատ կյանքեր է խլել Վանաձորի 3-րդ մաս թաղամասի այս խողովակը, պատմում են քաղաքում։ Այն դեռ խորհրդային միության տարիներից կա, երբ ռուս բանվորները հարևանությամբ կամուրջ էին կառուցում եւ խողովակի վրայով էին անցնում գետը։ Ինչու քաղաքային իշխանությունը այն չի հանել գետից, այդքան պատուհասած ողբերգություններից հետո էլ զայրանում են վանաձորցիները։ Էլ են երեխաներ ընկել, հղի կին անգել, մեծ մարդ անգել, մեծ կին անգել, մեկին էլ ալավերդի կթան, մահացողներ եղան։ Մի խոսքով այս առաջի դեպքը չի, որ այս խողովակի վրից գնում են գետը, խեղդվում են ու օրերով ընկած ջրահեղձեղած դիակ եք ման գալիս էլի։ Հիշում են, որ 90-ականներին 7 տարեկան մի տղա խողովակի վրայով անցնելիս ընկել էր գետը, խեղդվել Փամբակի ջրերում։ Երկուշաբթի գետն ընկած աղջիկներն ապրում էին նույն բակում, որտեղ 7 տարեկան տղայի հուշաքարն է։ Այն այս երեխեն ոք այսպես ետքեն նույն այդ տրուբի պանգություն, այդ նույն երեխեն այդ նույն տրուբի հանցանքն է։ 5 երեխաներին մենակ էր մեծացնում մայրը, Արթիկի գյուղերից էին 2 տարի առաջ տեղափոխվել Վանաձոր, Վարձով էին ապրում։ Մի քանի տեղ էր աշխատում երեխաների հոգսերը հոգալու համար։ Երկուշաբթի, երբ անհետացել են աղջնակները, միայնակ մոր առաջին աշխատանքային օրն է եղել մի գործատուի մոտ։